Ողջույն սիրելի ընկերներ, այո դուք չեք սխալվում, ես վերադարձել եմ, սիրելիները շնորհակալ եմ ձեզ ձեր բարեմաղթանքների, ձեր անհամբեր սպասումների, ձեր մեկնաբանությունների համար, շնորհակալ եմ, որ ինձ չեք մոռանում, ես խոստացել էի, որ կվերադառնամ և այժմ ես իմ սիրելի հետևորդների հետ եմ, սիրելիներս խոստանում եմ այլևս չանհետանալ, Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես բավականին բազմածավալ գործունեություն ունեմ և դրանով էր պայմանավորված իմ բացակայությունը YouTube-ից, սիրելիներս այժմ խոստանում եմ ամառվա ամիսների ընթացքում լինել ձեզ հետ և շարունակել իմ բարի գործը։ Այսօր հին ու բարի ժամանակների պես ես սկզբից կներկայացնեմ մեր 2025 թվականի հուլիս ամսվա ընդհանուր նկարագիրը, որից հետո խոստանում եմ շատ արագ մենք կունենանք համաստեղության տարբեր նշանների արդեն կոնկրետ կանխատեսումներ տվյալ ամսվա համար։ Դե ինչ գնացինք, չեմ սիրում երկար բարակ մանրաբանել, սկսենք արդեն խոսել կանխատեսումներից։ Սիրելիներս հուլիս ամսին մենք ունենալու ենք հետընթաց Մերկուրի։ Դա նշանակում է, որ մեր բոլոր գործերը, կարևոր փաստաթղթային հարցերը, մենք պետք է դրանք այդ ամենը իրականացնենք, մեծ արք ու վաճառքը իրականացնենք մինչև հուլիսի 18-ը, որովհետև հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 11-ը ընկած ժամանակահատվածում, երբ Մերկուրին հետընթաց լինի, մենք արդեն կարող ենք ունենալ ուրեմն շատ մոռացկոտ վիճակներ, ոչ սթափ վիճակներ և այստեղ արդեն այդ հարցերը ձգձգումներով են ի կատարածվելու։ Սակայն մինչև ամսի 18-ին հասնելը մենք ունենք բավականին մեծ ուրեմն մոլորակների տրանզիտներ և ուզում եմ խոսել հենց այդ մասին։ Նշեմ, քանի որ հունիս ամիսը բաց թողեցինք, ուրեմն հունիս ամսին ունեցել ենք շատ կարևոր իրադարձություն, արդեն ունեցել ենք, դա եղել է հունիսի 9-ին, երբ մեր մեծ երջանկության մոլորակ Յուպիտերը տեղափոխվել է Խեց գետնի նշան։ Սիրելիներս, Յուպիտերը ամեն տեղ չէ, որ իրեն լավ է զգում, օրինակ վերջին մի քանի տարիների ընթացքում Յուպիտերը այնքան էլ լավ դրական էներգետիկայով չի եղել, քանի որ այն եղել է ուրեմն ցուլ երկվորյակ համաստեղություններում, որտեղ նա իրեն այնքան էլ լավ չի զգում, սակայն Խեց գետնում Յուպիտերը գտնվում է էկզալտացիայի մեջ, նշանակում է այն արդեն բավականին դրական է ազդելու մեր կյանքի վրա և սիրելիներս 1 տարով է Յուպիտերը մուտք գործում Խեց գետին, այսինքն 12 տարին մեկ Յուպիտերը լինում է նույն նշանի ներքո։ Ես պարզապես ձեզ կհիշեցնեմ նախկին տարեթվերը, երբ Յուպիտերը եղել է Խեց գետնում, սա նշանակում է հենց այդ տարեթվերին ինչ իրադարձություններ, ինչ ոլորտներում որ տեղի են ունեցել, նմանատիպ իրավիճակներ կլինեն նաև այս տարի։ Դա եղել է վերջին անգամ 2013 թվականին, երբ Յուպիտերը եղել է Խեց գետնում, որից առաջ եղել է նաև 2001 թվականին։ Եթե դուք կհիշեք, թե ձեր կյանքի որ ոլորտներին է անդրադարձել Յուպիտերը, ապա 2025 թիվը նույնպես սպասվում է այդպիսի թեմատիկայի շուրջ։ Դե ինձ սիրելիներս արդեն խոսենք հուլիս ամսվա կանխատեսումներից, հուլիսի 4-ին Վեներա մոլորակը, որը գտնվում է իրեն շատ հարմարավետ նշանի ներքո, ցուլի 29 աստիճանում, այստեղ միանում է Ուրանի հետ և գիտենք, որ Ուրանը մեր անկանխատեսելի ուրեմն անակնկալների մոլորակն է, այստեղ Վեներա Ուրանի միությունը կարող է բերել անակնկալ ցնցում և անձնական ասպարեզում և ֆինանսական հարցերում, սակայն հուսանք, որ այս ցնցումները մեզ համար ավելի շատ դրական ազդեցություն կթողնեն։ Հենց նույն ամսի 4-ին Վեներան միանալով Ուրանի հետ շատ արագ լքում է ցուլի նշանը և մուտք է գործում երկվորյակ։ Ամբողջ ամիս Վեներան լինելու է երկվորյակում և սա նշանակում է, որ եթե Վեներան ցուլի ներքո իրեն շատ հարմարավետ էր զգում, կարելի է ասել, և սննդի առումով, և արտաքին տեսքի առումով, և հարմարավետության առումով ամեն ինչ փորձում էր իրեն հարմարեցնել, ապա Վեներան երկվորյակում ամբողջ ամսվա
ընթացքում փորձելու է այդ ամենը կատարել խոսքի միջոցով, այսինքն համոզելու միջոցով, տեսեք Վեներան երկվորյակում շատ լավ է, երբ մարդը ունի հաճախորդներ, այսինքն նա կարող է հաճախորդներին համոզել, որ իր մոտ այցելեն։ Սակայն սրանով չի սահմանափակվում Վեներայի երկվորյակ մուտքը, քանի որ ամսի 7-ին շատ հոյակապ ասպեկտ է կազմում Վեներան Պլուտոն մոլորակի հետ։ Պլուտոնը ջրհոսի սկզբնական ուրեմաստիճաններում է, Վեներան նույնպես երկվորյակում եւ ամսի 7-ը սիրելիներս նշանավորվում է նրանով, որ Վեներա Պլուտոն տրինն ենք ունենում երկնքում, սա հոյակապ ասպեկտացիա է եւ անձնական հարցերի համար եւ գործնական հարցերի համար, այնպես որ կարելի է այս օրը օգտագործել առավելագույնս։ Բացի դրանից, ամսի 7-ը նշանավորվում է նրանով, որ Ուրան մոլորակը լքում է ի վերջո ցուլի նշանը, խեղճ ցուլեր, վերջին 7 տարիների ընթացքում ցուլերի կյանքը գլխի վայր շուռ տվեց Ուրանը։ Այժմ այն մուտք է գործում երկվորյակ, պատրաստվեք սիրելի երկվորյակներ, 7 տարի Ուրանը ձեզ ցնցելու է։ Սա նշանակում է, որ երբ Ուրանը ցուլում էր, տեսեք, վերջին 7 տարիների ընթացքում փոխվեց մարդկանց արժեհամակարգը, ինչ-որ դրամական արժեքներ փոփոխվեցին, ինչ-որ օնլայն հարթակում արժեթղթեր հայտնվեցին, ինչ-որ այլ տարբերակներով մարդիկ կարողացան գումար աշխատել, այժմ երբ Ուրանը մուտք է գործում երկվորյակ, իսկ երկվորյակը սա արդեն կրթության ասպարեզն է, փաստաթղթերի ասպարեզն է, ինֆորմացիայի ասպարեզն է, սա նշանակում է, որ առաջիկա 7 տարիներին ցնցվելու են այս երևույթները, այսինքն խոսքը միշտ չէ, որ ճիշտ է լինելու, այստեղ կարելի ասել նաև կրթության ասպարեզում կարող ենք ցնցումներ սպասել, շատ մեծ փոփոխություններ սպասել եւ նաև փաստաթղթային ինչ-որ փոփոխություններ կարող են տեղի ունենալ գլոբալ առումով։ Իհարկե Ուրանը երկվորյակ մուտք է գործում այս պահին մի քանի ամսով, սիրելիներս, մինչև նոյեմբերի 8-ը, որից հետո այն հետ կգա նորից ռետրո վիճակով ցուլի վերջին աստիճաններ, այնուհետև 2026 թվականի գարնանից արդեն վերջնական մուտք կգործի երկվորյակ։ Ամսի 10-ին ունենք լիալուսին, այծեղջյուրի 18 աստիճանում, սա նշանակում է, որ հուլիսի 10-ին այնպիսի հարցեր, որոնք սկսել ենք մոտավորապես 6 ամիս առաջ, կարելի ասել հունվարին վերջակետ են դրվելու։ Սիրելիներս, այծեղջյուրը ներկայացնում է սա ուրեմն ընդհանուր աստղաբանության 10-րդ ոլորտն է, այսինքն այն բարձր կարգավիճակն է, որի մասին մարդիկ բոլորը ցանկանում են հասնել իրենց կյանքում եւ լիալուսինը այստեղ վերջակետ է դնում, պարզեցնում է շատ մարդկանց եւ ամուսնական եւ աշխատանքային մի շարք հարցերին։ Նշեցի արդեն ամսի 18-ից ունենք հետընթաց Մերկուրի, որը սկսում է իր հետընթացը առյուծի 15 աստիճանից եւ հետընթաց Մերկուրին տևելու է մինչեւ օգոստոսի 11-ը։ Այս ընթացքում շատ ուշադիր ենք լինում մեր փաստաթղթերի նկատմամբ, մեր գումարի նկատմամբ, եթե մենք ունենք, ասենք, ինչ-որ տրանսպորտային միջոց, նրա անսարքությունների նկատմամբ ենք ուշադիր ենք լինում նաև մեր երեխաների նկատմամբ, որովհետև առյուծը ներկայացնում է մեր երեխաներին, ինչպես նաև մեր ստեղծագործական աշխատանքը։ Ամսի 24-ին, սիրելիներս, ունենալու ենք նորալուսին առյուծի 2 աստիճանում եւ այս նորալուսինը, քանի որ տեղի է ունենում հետընթաց Մերկուրիի հետ զուգահեռ, նշանակում է այն բերելու է նորություններ, որոնք կապված են անցյալի հետ։ Միգուցե ամսի 24-ից հետո մարդիկ ձեզ կհիշեն անցյալից, մարդիկ, որոնց հետ բավականին երկար ժամանակ շփում չեք ունեցել կամ կորցրել եք նրանց հետ կապը, կամ ինչ-որ խնդիրներ ի հայտ կգան, որոնք շատ վաղուց, ասենք, մոռացել եք որոնց գոյության մասին։ Եվ վերջին իրադարձությունը ամսի 31-ին Վեներան լքում է երկվորյակի նշանը եւ մուտք է գործում Խեցգետին, արդեն բնականաբար Վեներան ամբողջ օգոստոս ամսին է լինելու Խեցգետնի նշանի ներքո, բնականաբար այս մասին արդեն կխոսեմ օգոստոս ամսվա կանխատեսումներում։ Դե ինձ սիրելիներս, այսքանը հուլիս ամսվա ընդհանուր նկարագրի մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ